Հունիսի 27-ին առավոտյան ժամը 4-ի սահմաններում հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Ծարավաղբյուր փողոցի շենքերից մեկի տակ գտնվող ավտոկայանը տեղիում։ Մինչև մենք իջանք ներքև, արդեն հասկացանք, որ այդ պարկովկա չենք կարող մտնել։ Հետո սա մուտքերից արդեն երկրորդ, երրորդ, հետո շենքի տակից ընդ ճաքեր կա, բաներ կա մի քիչ։ Այդտեղից սաղ տեղերից սուխ էր գալի, չհասկացվի, չհասկացանք ինչա, ծխից արթնացանք։ Շենքի բնակիչներից Վահան Ավագյանն է պատմում, իր ունեցած տեղեկություններով հրդեհի պատճառը եղել է հոսանքի տատանումը, շենքում հաճախ են տեղ ունենում հոսանքի տատանումներ։ Հետո փորձեցին գնանք, որ մեքենաները հասցնենք հանենք, էդ էլ չկարողացանք, որտեղ արդեն շատ արագ ոնց որ կրակը չենք էլ տենում կրակա թե չէ։ Մեծ, շատ մեծ շենք է, այդ 55 դրոփինգ շենքն է։ Ու մարդիկ կան, որոնք որ ասում են, որ տատանում ա եղել, հոսանքի տատանում ա եղել, բայց որպես սենց ասեմ, բնակիչ ու հաճախակի մեր շենքում հաճախակի տատանումներ ա լինում հոսանքի։ Անջատումներ, տատանումներ, հզոր ոնց որ հոսանքը ուժեղանա մեկի անջատվի, նմանատիպ լուրջ բաներ կա, ես ինքս մտածում եմ, որ շատ հնարավոր է հոսանքի տատանումից ինչ-որ մի սարք, որը որ այդ էլեկտրական մեքենայի սարքի մոտակայքում է էլի հրդեհը բռնկվել։ Ամենայն հավանականությամբ լիցքավորվող էլեկտրական մեքենան է բռնկվել, այդտեղից կրակը տարածվել է։ Մեր պարկովկայում երևի մի 20-30 մեքենա կա դրված էլի։ Ու հետո իմացա, որ հարակի շենքերում էլ է հոսանքի խնդիր եղել։ Այսինքն շատ հնարավոր է, որ հոսանքի տատանումից ընդ ոնց որ այդ բաններ ինչ-որ էլեկտրիկ էր, ասում են զրոն որ կորում է, հոսանքը կրկնապատկվում է, թե ոնց է, ես մասնագիտությամբ այդքան էլեկտրականությունից չեմ հասկանում, բայց այս տատանումների հետևանքով կարար եւ լիներ, ասենց ասեմ, որտեղ կարծիքներ հնչել է ու տեսել եք, էլի տատանում եղել է մինչև այդ դեպքը։ Որպես բնակիչ ասում ենք, որ սա լուրջ խնդիր է ու ճիշտ ասած ինձ հետաքրքիր է թույլտվություն տրվում է թե չի տրվում հոսանքով մեքենաներին բազմաբնակարան շենքերում այդ հոսանքով մարդկոցներից օգտվել կա թույլտվություն չկա տալիս է հեծը թե չի տալիս եթե տալիս է ապա ինչի հիման վրա է տալիս կամ որ սենց վերջում դուրս գա որ հեծի մեղավորությունն է հատուցվելու են արդյոք այդ մարդկանց մեքենա 4 մեքենայի կարծիքով ամենակիչը այրվել ամբողջությամբ դրան գումարած շենքի տակի կոմունիկացիաներն է գոյուղին հոսանքը ջրատար համակարգը ու սենց ասեմ բավականին ծանր իրավիճակ է այդ ներքևի այդ պարկինգի հատվածը Ավագյանն ասաց, որ բնակիչները արդեն վերադարձել են տներ, շուրջ 3 ժամ դրսում անցկացնելուց հետո բարձրացել են բնակարաններ։ Ուզում եմ նաև, եթե հնարավոր է, շնորհակալություն հայտնեմ մեր հրշեջ փրկարարական ծառայության պետից, մինչև ամենա այն ցածր պաշտոն զբաղեցնողը, որտեղ այտենց 8 հաշվարկ էր եկե իմ հաշված, ոնց որ աչքով տեսա 8 հաշվարկ էր, շատ արագ, շատ, չգիտեմ, բրավո, սենց ասեմ տղեկին։ Ներքին գործերի նախարարության փրկարարծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ փրկարարական ջոկատներից 6 մարտական հաշվարկ է ժամանակ դեպքի վայր, ինչպես նաև 1 ավտոսանդուղք։ Փրկարարծառայության հաղորդմամբ անվտանգության նկատառումներից ելնելով շենքից տարհանվել են 350 բնակիչ։ Շենքի ստորգետնյա ավտոկայանի տեղիում այրվել է 6 մեքենա, որից 2-ը մասամբ։ Նախնական տվյալներով տուժածներ չկան, հրդեհը մեկուսացվել է ժամը 7-ին, մարվել 8:36-ին։ Հրշեջ փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը հարակից ավտոմեքենաներ եւ շինության այլ հատվածներ, ասվում է փրկարարծառայության տարածած հաղորդագրությունում։ Ներքին գործերի նախարարության խոսնակ Նարեկ Սարգսյանն ասաց, որ հրդեհի պատճառների մասին դեռ պաշտոնական եզրակացություն չկա։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։